Սյունիք կատարած այցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելել է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ։ Շատերն այս այցը որակում են որպես հայ-ռուսական խորացող համագործակցության սկիզբ, հույս ունենալով, որ ռուսական նոր տեխնոլոգիաներ կներդրվեն կոմբինատում։ Օրագիր Նյուզը այս մասին զրուցեց տնտեսագետ Հրայր Կամենդատյանի հետ, ով նախ ուշադրությունը հրավիրեց դեսպանի պաշտոնում Կոպիրկինի գործունեությանը։ Որպես քաղաքական գործիչական, որպես դեսպան վերջի 3-4 տարիների ընթացքում Հայաստանում էր աշխատում, այդ ամբողջ աշխատանքը կարելի է գնահատել որ բացառիկ, որտեղ տանավորությունը փաստորեն ամենախոշոր պետության դեսպանը լինելով հանդերձ գտնվում էր տարատեսակ մանր-մունր անձնավորությունների ազդեցության ներքո եւ որպես դեսպան կարելի ասել նա ոչինչ չարեց այս տարիներին, որովհետեւ Ռուսաստանի, Հայաստանի միջև բարեկամական հարաբերություն զարգացան, ընդհակառակ այս տարիների ընթացքում այդ հարաբերությունները կարելի ասել հայտնվել է մազից կախված վիճակում։ Հիմա այցելել է բնականաբար հավանաբար ճանապարհորդական իր հետաքրքրություններից ելնելով նա ոչ ընդհանրենք հետախուզ է, ոչ տնտեսական ինչ-որ էմիսար է, նա ոչ մի բան չի։ Անդրադառնալով Ռուսաստանի հանքարդյունաբերության մեջ տեխնոլոգիաներ ներդնելու հնարավորությանը փորձագետը նկատեց. Ռուսաստանը այդտեղ հանքարդյունաբերության մեջ տեխնոլոգիաներ ինչ-որ ներդնելու խնդիր չունի, որտեղ բայց եղանակով արդյունահանվող հանքնքարը այդտեղ ընդամենը բարձվում, բեռնվում, տարվում, այդ հանքարդյունաբերական հարստացուցիչ ֆաբրիկաները, այնտեղ ոչ մի տեխնոլոգիաների, նորագույն ինչ-որ տեխնոլոգիաների խնդիր չկա, բայց եղանակով արդյունահանում է։ Հրայր Կամենդատյանը նաև անդրադարձավ ԶՊՄԿ-ում ռուսական ազդեցությանը, նշելով, որ ազդեցությունը սահմանափակված է միայն տնտեսական մասնակցությամբ ու արժեթղթերով։ ԶՊՄԿ-ում Ռուսաստանի ազդեցությունը մոտավորապես գնահատենք տնտեսական մասնակցության եւ այդ նրա արժեթղթերի հետ կապված այնտեղ Տրոցենկո անունով ռուսական մի օլիգարխ կա եւ այդ ռուսական օլիգարխը ռուսական նավթա վերամշակման խոշորագույն ձեռնարկությունների հոլդինգի մեջ նաեւ մեծ փայատեր է եւ Ռոսնեֆտի իրական տերերի հետ կարելի ասել շատ ծեր կապերի մեջ է։ Այստեղ Հայաստանի մասնակցությունը եթե անկեղծ ասեմ, մոտավորապես 12.5% է, եւ այդ ամբողջ հանքաքարից եկամուտը մնացած ռենտաների վճարումից հետո, հարկերի վճարումներից, պարտադիր տուրքերի վճարումից հետո այդ ամբողջը գնում է օֆշորներ։ Այդ ամբողջը գնում է օֆշորներ ու Ռուսաստանի Դաշնության ենթադրենք պետական վերահսկողական ծառայության կամ հարկային տեսության ոչ մի ռեեստրներում այդ ձեռնարկության շահույթների հետ կապված, այդ ձեռնարկության վճարումների հետ կապված ինֆորմացիա պարզապես չեք գտնի։ Ամբողջ խնդիրս է։ Իսկ վերջում հարցին, թե արդյոք հնարավոր է Հայաստանի Հանրապետության կառավարությունը ԶՊՄԿ-ում ունեցած իր մասնաբաժինը նվիրի Ռուսաստանի Դաշնությանը, տնտեսագետը բացասական պատասխան տվեց. Կարծում եմ դա սուտ է, նման բան չի կարող լինել, որովհետև այստեղ դա կառաջացնի շատ ծանր եւ քաղաքական հետևանքներ կառաջացնի եւ բացի այդ մեր բյուջեի կատարման հետ կապված, կատարողական հետ կապված լրջագույն ռիսկեր այդտեղ կառաջանան։ Կարծում եմ այդ հարցադրումը իրականության հետ կապ չունի։